Ես ու ամուսինս երբեք միասին չէինք լինի, եթե ես հավատայի սիրո ինստագրամյան մարքեթինգին։ 101 հատ վառ, ամենաթանկ օծանելիքները, ամենաբարձրակարգ ռեստորանները, որտեղ քեզ կտանեն գելիկով։ Աղջիկներին թվում է, որ եթե այդ ֆինանսական ներդրում ենթադրող բաները չկան, նշանակում է դա սեր չի, իրանց չեն սիրում, իրանց համար ոչինչ պատրաստ չեն անել եւ այլն։ Երբ որ մենք ամուսնացանք, ամուսինս բժշկականի 618-րդ կուրսի ուսանող էր, տենց անվերջություն է այնտեղ, ավարտ չկա այդ ամեն ինչին, ու շատ ենթադրելի էր, որ սկսնակ բժիշկը չի կարող այդ փուլում նման փողեր ծախսել։ Բայց շատ կարևոր է հասկանալ, որ եթե այդ մարդը գելենվագեն չունի, դա չի նշանակում, որ ինքը չի սիրում ձեզ, պատրաստ չի ձեզ համար լիքը բաներ անել, ոչ ֆինանսական դեռ այդ փուլում, բայց հետո նաեւ ֆինանսական, եթե ունենա այդ ֆինանսը, ու ընդհանրապես իրար սիրելը, միասին ապագա տեսնելը, ընտանիք լինելու ցանկությունը չտեղավորել այդ վարդերի մեծության մեջ չէ։ Ես ճանաչում եմ աղջիկների, ովքեր ամուսնացել են նման անսահմանափակ ֆինանսական կարողություններով մարդկանց հետ եւ հիմա էլ ապրում են առանց որևէ ֆինանսական խնդիրների, բայց իրենց համարում են դժբախտ մարդիկ։ Ու եթե հնարավորություն ունենային վերադառնալու այն իրենց ջահել վերսիային, գուցե ոչ ասեին այդ ամենին։ Իհարկե բոլոր դեպքերն ու հարաբերությունները տարբեր են ու ոչ ոք չգիտի թե վաղը ինչա լինելու, բայց ես կուզեի, որ մենք չփորձենք սերը տեղավորել ընդհանրապես սոցցանցային մարքեթինգի մեջ։